Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր առատ ողորմությունների համար սիրելիներ։ Աստված մեր կյանքի մեջ հիասքանչ գործ արել, անեմա փառք իրան դրա համար։ Աստծո ողորմությամբ ուզում եմ մի նյութի շուրջ խոսեմ, որը որ կարծում եմ շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ հոգևոր մարդը իրոք այս ուղղվածությունը ունենա, սկզբունքը իր կյանքի մեջ այսպես լինի։ Դրա համար, որպես խոսքի բնաբան, ընտրել եմ Հոբի առաջի գլուխ, Հոբ առաջի գլուխ 9-10 համարներ, բայց ավելի շուտ խոսքս հիմնականում 9-րդ խոսքի վրա է լինելու։ Եվ Սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Միթե Հոբը ձրի է աստվածավախ։ Ձրի աստվածապաշտություն, ձրի աստվածավախություն, ընդհանրապես ձրի բառի իմաստը, նշանակությունը սա է առանց ինչ-որ բանի ակնկալիքի։ Եթե անում ես ձրիաբար, դու արդեն իսկ տրամադրված ես, որ դրա դիմաց ոչինչ չես ստանալու։ Այսինքն դու անում ես հոժարությունով, դու անում ես ի սրտե եւ ակնկալիքը չունես, որ դրա դիմացը քեզ պիտի ասեն շնորհակալություն, քեզ պիտի ասեն մերսի, կամ քեզ պիտի ասեն ինչքան ենք վճարում մենք սրա համար։ Այսինքն դու այդ ակնկալիքը չունես։ Եթե Հոբի ժամանակաշրջանի մեջ Սատանան այդպես էր վարվում, ես համոզված եմ, որ մեր օրերի մեջ նրա ձեռագիրը նույնն է, չի փոխվել։ Երբեմն մենք, քանի որ մարդ ենք ֆիզիկական մարմնի մեջ, եւ մենք տեսողություն չունենք հոգեվորապես, որ տեսնենք հոգևոր աշխարհի մեջ ինչ է կատարվում, շատ ժամանակ մեր կյանքի մեջ խնդիրներ են առաջանում։ Այդ նույն չարախոսը, չէ, ինչպես հայտնությամբ գրքի մեջ գրված ասում է, եւ վայր ընկավ եղբայրների դեմ չարախոս, այսինքն այդ բամբասողը, որը որ Հոբի կյանքի մեջ Աստծո ծրագիրը ուզում էր խափանի, նույն այսօր կարա մեր օրերի մեջ անի, ծրագիրը նույնն է, մոտեցումները կարա տարբեր լինի, բայց հիմքը ծրագիրը նույնն է, սիրելիներ։ Այսօր փորձում է իմ ու քո համար Աստծո առջև կանգնելով ու ասի. միթե Սամվելը ձրի ապաշտեմ քեզ։ Միթե այս ինչը կամ այն ինչը ձրի ապաշտեմ քեզ։ Տեսեք, հաջորդ խոսքի մեջ ինչ է գրված 10-րդ խոսքի մեջ։ Չէ որ դու նրան, նրա տունը եւ նրա բոլոր ստացվածքը ցանկով շրջապատել ես, նրա ձեռքի գործը օրհնել ես եւ նրա հոտերը տարածվել են երկրի վրա։ Ասում է, որ դու նրա կյանքի մեջ օրհնություն ես բերել։ Այդ օրհնությունն է պատճառը, որ Հոբը պաշտում է քեզ։ Բայց գիտեք, սիրելիներ, ես կուզեմ, որ մենք մեր կյանքի մեջ ունենանք մի նպատակ, ապացուցելու երկրին եւ սանդարամետականներին, երկնքին մենք ապացուցելու ոչինչ չունենք, որովհետեւ երկինքը գիտի մեզ, երկրին եւ սանդարամետականներին ապացուցելու մի կարևոր փաստ ունենք, որ մենք իրոք Աստծուն պաշտում ենք ձրի, առանց որևիցե բան ակնկալելու։ Ինչի՞։ Սա մենք պիտի խորը հասկանանք։ Այն ինչ որ Հիսուս Քրիստոս խաչի վրա արեց, մեզ ազատելով, չէ՞, մեզ սրբացնելով։ Երկու շաբաթ առաջ մենք տոնում ենք Տիրոջ հրաշափառ հարության տոնը։ Ինքը մեզ արդարացրեց, եթե դրանից հետո
եթե դրանից հետո մեր կյանքի մեջ ոչինչ էլ չանի, հիվանդություն կունենանք, նեղություն կունենանք, դժվարություն կունենանք, տառապանք կունենանք, եթե անգամ Տերը այդ վիճակներից մեզ չհանի, միևնույնն է, մենք պարտավոր ենք իրան պաշտելու, որովհետև ինքը մեր համար արել է շատ կարևոր բան, սիրելիներ։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ մենք Աստծուն պիտի չպաշտենք, որ ինքը մեր կյանքի մեջ ինչ-որ բան անի, եթե չանի էլ ինքը Տեր է։ Դանիելի մարգարեության մեջ 3-րդ գլխի մեջ հետաքրքիր մի հատ իրավիճակ է ներկայացնում Սուրբ Գիրքը մեզ։ Սա այն վիճակն էր, երբ որ եղբայրները Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը եւ Դանիելը միասին գերության մեջ էին, ու հանկարծ թագավորը հրաման էր արձակել, որ պիտի երբ որ սրինգի, փողի, քնարի ձայնը լսեք, ընկնեք ու երկրպագեք իմ կառուցած արձանին։ Եվ լուր հասավ թագավորին, որ 3 հոգի կան, գերության եկած, այսինքն ոչ մեր ժողովրդից։ Կարծես այս մարդիկ հանդգնել են քո հրամանի դեմ եւ ծունկ չեն խոնարել, ու գրված է, որ թագավորի բարկությունը բորբոքվեց, հրամայեց կրակը 7 անգամ բորբոքել, ու տեսեք, ուզում եմ այդ խոսքերը կարդամ, ուրեմն դա գրված է Դանիել մարգարեության 3-րդ գլուխ 16 համարից, 16, 17, 18 համարները։ Եվ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցից, եւ քո ձեռքիցը ով թագավոր, նա մեզ կազատե։ Եվ հիմնական 10-րդ խոսքի վրա եմ ուզում շեշտը դնենք, եւ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի ով թագավոր, որ քո Աստծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։ Եղբայրները վճռակամ էին։ Եթե հանկարծ այն Աստվածը, որին որ մենք պաշտում ենք, այս վիճակից մեզ չազատի էլ, թեկուզ մահվան էլ, դատապարտի, մենք միայն իրան ենք պաշտելու, մենք միայն իրան ենք մեծարելու, երկրպագելու, մենք այս հարցի մեջ կարծես խնդիր ընդհանրապես չունենք, բորբոքված 7 անգամ բորբոքված հնոցը եղբայրների կյանքի մեջ սասանում չբերեց, սիրելիներ։ Բայց ցավոք սրտի շատ մարդիկ, երբ որ չեն կարողանում հասկանան, որ այն որ Աստված արավ իրանց կյանքի մեջ, դա վեր է ամեն ինչից, գիտեք, վեր է ամեն բանից, հարստությունից, առողջությունից, փառքից, դիրքից, ունեցվածքից, ամեն բանից վեր է, ազատագրել է դժոխքի կրակներից, ու ոչ միայն ազատագրել է, Սուրբ Գիրքն ասում է, որ հավիտենական բնակարանների մեջ մեզ տեղ է հատկացրել, իրա որդիներն արել, իրա ժառանգներն արել, ուստի այլևս այն ինչ որ մեր կյանքի մեջ պատահամ է, սիրելիներ, դա պիտի չխանգարի մեր իրական աստվածպաշտության կյանքի մեջ առաջ գնալու։ Երբ որ Պողոս առաքյալը դիմում էր Տիրոջը խնդիր ուներ, չէ, գրված է այսպես 3 անգամ աղաչեցի Տիրոջը, Տերը ինչ ասավ։ Հիշում եք, ասավ իմ շնորհքը քեզ բավարար է։ Այսինքն այն որ ես արել եմ քո կյանքի մեջ, քեզ փրկելով, մեղքից ազատագրություն, մեղքի դեմ հաղթություն տալով, դա արդեն բավարար է։ Մնացածը արդեն երկրորդական են, մնացածը կարելի է ասել անարժեք ինչ-որ բաներ են։ Ուստի այսօր բերեք անկեղծ լինենք։ Մենք այդ Աստծուն պաշտում ենք ինչի համար։ Ձրի, թե ինչ-որ բան ակնկալելով։
Դավիթ այսպիսի խոսքեր ագերեմ մնացորդած գրքի մեջ ասում է, որ Տեր, ով եմ ես կամ իմ տունը կամ այս ժողովուրդը, որ քեզ կարողանանք մի բան տանք։ Քո տվածից արդեն իսկ տալիս են քեզ։ Այսինքն դու արդեն արել ես մեր կյանքի մեջ։ Դու արդեն այն ամեն ինչը, որ պետք է, դու տվել ես մեզ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, ես կուզեմ, որ մենք հասկանանք, ինչ դժվարություն էլ որ կա մեր կյանքի մեջ։ Եթե Տերը անգամ այդ դժվարությունից մեզ չհանի, մենք պարտավոր ենք իրան պաշտելու, որովհետև արելա նորից եմ կրկնում, կարևոր բան, որը որ մենք չէինք կարող հասնենք, որը որ ես ոչ դու մեր ուժերից վեր էր դա, մենք դրան չէինք կարող հասնենք, մեղքի հարցը չէինք կարող լուծենք, մեղքի վճարը չէինք կարող տանք, մենք դատապարտված էինք ուղղակի այդ մահվան, բայց ինքը մեզ ազատեց, ոչ միայն ազատեց, նաև սրբեց, մաքրեց, լվաց, ձյունի ճերմակ արավ, արդարության զգեստներ տվեց, սիրելիներ, թող իր անունը փառավորվի, մենք սրա վրա պիտի մտածենք։ Այն մարդիկ, ովքեր որ ոչ թե ձրի, այլ ինչ որ բանի ակնկալիքով գնում են Աստծուն, պաշտում են այդ Աստծուն։ Գալիս է մի ժամանակ, նորից եմ շեշտեմ, մենք քանի որ հոգևոր դաշտը չենք կարողանում տեսնենք, հիասթափվում են, ասում են էս էլ էր սուտ, բայց սուտ բան չկա, Ամբակում մարգարեն, տեսեք ինչ ագերեմ, Ամբակում մարգարեության մեջ, նորից 3-րդ գլուխն է, 17-18 համարներ է, Ամբակումը շատ հետաքրքիր ներկայացնում է, թեև թզենին չծաղկի, և որդերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստե, և որդերը կերակուր չտան, ոչխարը փառախիցը կտրվի, և արջար չլնի գոմենում է, սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, իմ փրկության Աստծով պիտի ուրախանամ։ Ամբակումի համար ոչ մի բան էական չէր, ինքը չէր պաշտում են Աստծուն, որ իր ձեռքի աշխատանքը կարծես օրհնվի, ինքը չէր պաշտում են Աստծուն, որ հանկարծ արտի բերքը լավը լինի, եթե ասպատ չլնի այդ ամեն ինչը, միևնույնն է, ես պիտի ցնծամ իմ կենդանի Աստծով, իմ փրկության Տիրոջով պիտի ուրախանամ, այսօր ես և դու այս կարգավիճակի մեջ ենք, թե ոչ, այո ես սկզբից հիշեցի, որ մենք երկրին և սանդարամետականներին դժողքի ամբողջ պարունակությանը ապացուցելու մի բան ունենք, որ մենք պաշտում ենք այդ Աստծուն ձրի, առանց բան ակնկալելու, որովհետև ինքը արդեն արել է, մենք ուղղակի իր արածի փոխհատուցումն ենք կարծես, հարգանքն ենք տալիս, որ այո Տեր, շնորհակալ եմ, որ դու իմ կյանքի մեջ այդ բանն արեցիր, թող Տիրոջ անունը փառավորվի, կուզենամ նորից անդրադառնանք Հոբին, սիրելիներ, երբ որ սատանան փորձում էր Տիրոջը համոզի, որ միթե ձրի է պաշտեմ, չէ որ դու շրջապատել ես, չէ որ դու ցանկ ես դրել նրա շուրջ բոլորը, և տեսնում ենք, որ Տերը որոշ բաներ թույլ տվեց, ոնց որ կարա այսօր մեր կյանքի մեջ չարախոսը մոտենում ասում միթե այսինչը կամ այն ինչը քեզ ձրի ապաշտեմ, ասում լավ, թույլ եմ տալիս, բայց հիշեք, համենայն դեպս նա կոնտրոլի տակ է, Աստծո ասածից ավել տեղ չի կարա գնա, երբ որ մենք կարդում ենք, տեսնում ենք, ասավ գնա, ունեցվածքին կպի, չէ, ու հաջորդ համարների մեջ հենց առաջի գլխի ասում է, որ իրար հետևից լուրերը եկան, հոտերը տարան, երեխեքը մահացան, հարվածը հարվածի հետևից,
առողջությունն էլ կորցրեց, չէ՞։ Ասավ չէ, այդ ամեն ինչը բան է, բայց լա մի հատ մարմնին կպի։ Ինչ որ մի հատ հիվանդություն բեր, տես հանկարծ չհայոյի քեզ։ Ու տեսեք ինչա գրեմ Սուրբ Գիրքը։ Առաջի գլուխ 20 համարը։ Եվ Հոբը վեր կացավ, եւ պատառեց իր վերարկուն, եւ խուզեց իր գլուխը, եւ ընկավ գետնի վրա եւ երկրպագություն արավ։ Եվ ասեց. Մերկ դուրս եկային մոր արգանդիցը եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տերը տվեց եւ Տերը առավ։ Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Եվ հիմնական 22 համարը։ Այս ամեն բանի մեջ Հոբը չմեղանչեց եւ Աստծուն անզգամություն չտվեց։ Այս ամենի մեջ, այսքան հարվածների մեջ, այսքան իրավիճակների մեջ, Հոբը ասма Աստծուն չմեղադրեց եւ անզգամություն չարավ։ Հոբը կարծես թե այս վիճակով ապացուցեց սատանային, որ ես այդ Աստծուն ոչ թե պաշտում եմ նրա համար, որ ինքը ցանկով ինձ պատել է, որ ինքը օրհնել է իմ տունը, իմ ձեռքի աշխատանքը, իմ ունեցվածքը, ոչ, եթե սրանք էլ չեղնեն, որը որ կինը չհասկացավ, գիտեք, կինն ասավ ինչ ես քո կատարելությունը բռնել, անիծի, հայոյի այդ Աստծուն եւ մեռի, այդ կյանքդ կարծեսում է պետք։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, որ Հոբը այս ամենի մեջ չմեղանչեց եւ Աստծուն անզգամություն չտվեց։ Ես կուզենամ, որ այս առավոտ կանող սիրելիներ, մենք այո մի հատ նայենք վերանայենք մեր կյանքը։ Ինչքան ա եղել, որ ինչ որ իրավիճակների մեջ ենք հայտնվել եւ Աստծուն կարծես թե մեղադրել ենք, բախի Տեր Աստված, ինչի համար, ախր ես եկել եմ քեզ, բա ես սրան էի արժանի, ոչ, մենք արժանին ենք ավելին, բայց փառք Տիրոջը, որ ինքը մեզ ազատեց, թող փառավորվի իր սուրբ անունը սիրելիներ, այո մենք Աստծուն պիտի պաշտենք ձրի, որովհետև ինքը արել է արդեն իսկ, մենք դեռ չծված, մենք դեռ գոյություն չունեցած, ինքը այդ ամեն հարցերը լուծել է 2000 տարի առաջ, խաչի վրա, ասավ ամեն բան կատարվեցավ, վերջ, այլևս կատարված է ամեն ինչ, ուստի մենք պարտավոր ենք, ձրի, պաշտել Աստծուն, ես պարտավոր եմ մինչև իմ կյանքի վերջ, եթե այլևս Աստված ինձ ոչինչ էլ չտա, անգամ առողջությունս էլ վերցնի, դարձյալ ես պարտավոր եմ իրան պաշտելու, որովհետև նորից եմ ասեմ, ինքը արավ այն, ինչին որ ես չէի կարող հասնեմ, թեկուզ աշխարհի ամենահարուստ մարդն էլ լինեի, դա ինձ համար միևնույնն է հասանելի չէր լինի, թեկուզ աշխարհի ամենաուժեղ մարդն էլ լինեի, դա ինձ համար հասանելի չէր լինելու սիրելիներ, եւ նույնը նաեւ ձեր համար, թող Տիրոջ անունը փառավորվի, ես կուզեմ, որ իրոք մենք կանգնենք աղոթքի, գանք Տիրոջ առջև, եւ ասենք, որ Տեր, օգնի մեզ, որ այո մենք մեր կյանքի մեջ քեզ պաշտենք ձրիաբար, ակնկալիք չունենանք, դե գիտես, 20 տարի գալիս եմ Տեր, իմ կյանքի մեջ կարծես ամեն ինչ լավ պիտի լինի, եթե լավ էլ չլինի, որդատունկի բերքը ստի, ոչխար չլինի փարախի մեջ, պիտի ցնծամ իմ Աստծով, պիտի մեծարեմ նրա սուրբ ու պատվական անունը։